չենք երկարացնելու, չենք սպասեցնելու, դա արդեն ասեցինք։ Բայց կոնկրետ օրերի առումով, ինչքան էլ մենք հարգանք ունենանք ձեր հետաքրքրասիրության նկատմամբ, այս պահին չենք կարող կոնկրետ օր ձեզ համար նշել։ Նաև ասացիք, որ առաջիկայում ժամանակացույց գործողությունների սցենար նման մի բան է։ Իհարկե, մենք ինչի մասին երբ որ կհրապարակենք, այդ ժամանակ էլ կիմանաք։ Երբ կհրապարակենք, մինչև մարտ։ Մինչև մարտ։ Ինչի մարտ։ Բայց ինչի մինչև մարտ։ Ժամկետը իմանանք։ Հա։ Ժամկետը երբ կհրապարակենք։ Չէ, ինչի հենց մարտը անցավ ձեր մտքով։ Լավ, հունիս։ Լավ, եկեք լրջանանք։ Դա դարձյալ ենթադրում է բողոքի զանգվածային Իրականում ես հասկանում եմ, որ դուք ժուրնալիստերի գործն է աշխատել կորզել ինչքան հնարավոր է շատ տեղեկություն, հա, բայց այն ինչ որ ասել ենք, ավելին ասելու համար մեզ անհրաժեշտ են կոնկրետ որոշումներ։ Մենք այդ որոշումների վրա աշխատում ենք։ Ավելին ասելու համար մենք այդ որոշումների վրա աշխատում ենք եւ հենց այդ որոշումները կայացվեն, մենք առաջինը տեղակ կպայենք մեր հանրությանը բնականաբար լրագրողների միջոցով կամ էլ հանրային միջոցառումների միջոցով։ Պարոն Զուրաբյան, առաջնային նպատակը արտահերթ ընտրություններն են եւ եթե այո, որ խորհրդանական։ Դե մենք արդեն, չգիտեմ, քանի անգամ պետք է ասենք, սա որ վերջապես տարընթերցում չլինի այս հարցում, որ մենք խոսում ենք այո իշխանապողության մասին արտահերթ ընտրությունների միջոցով։ Սա երրակի, սա համաժողովրդական շարժման դիրքորոշումն է։ Նաև սպասում եք միասնական օրակարգն է, եթե ուզում եք։ Սպասում եք փետրվար-մարտ ամսին Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշմանը սահմանադրական բարեփոխումները։ Գիտեք, մենք ոչինչին չենք սպասում։ Մենք այդպեսի սովորություն չունենք, ինչ որ բան սպասելու։ Նա ով սպասում է, չգիտեմ, ինչ որ հաջողության հասնում է, թե չէ։ Մենք չենք սպասում, մենք գործ ենք անում։ Իհարկե, այդ գործը պետք է համահունչ լինի երկրում ստեղծված իրավիճակին, այսինքն բնականաբար կան մարտավարական խնդիրներ։ Նույն, ասենք, նույն գործը, նույն հանրավաքը կարող է ավելի մեծ հաջողություն ունենալ, եթե հայտարարվում է մի օր, որը ավելի համապատասխանում է հասունացած մի իրավիճակին, քան եթե այդ նույն հանրավաքը նույն օրակարգով անես մեկ այլ օր, երբ որ դեռ դրա համար պայմանները ստեղծված չեն։ Այնպես որ սա զուտ մարտավարական խնդիրներ են, որ մենք պետք է լուծենք, գանք միասնական որոշման։ Ռազմավարությունը պարզ է, շուտափույթ ազատում այս ռեժիմից արտահերթ ընտրությունների միջոցով։ Պարոն Զուրաբյան, հարթակից ելույթ ունեցան հիմնականում Հայ ազգային կոնգրեսի եւ Արգավիճ Հայաստան կուսակցությունների անդամները, իսկ ժառանգության առաջնորդը ընդամենը կանգնած էր շարքերում, որն է պատճառը, որ նրանցից եւս չեղան։ Գիտեք ինչ, եթե երեակի անունից էր։ Մենք պայմանավորվել էինք, որ ցանկացած քաղաքական ուժ կարող է օգտվի իր իրավունքից խոսելու այս հավաքում։ Պես որ ով օգտվել է։ Եթե Ռաֆի Հովհաննիսյանը սպասում է, որ միասնական իր առաջարկած նախագծին արձագանքեք, որտեղ հենց մատնանշված է արտահերթ նախագահական եւ խորհրդանական ընտրությունների միջոցով ամբողջական իշխանապողություն հասնելու այդ կետը։ Դե հա, մենք էլ համաձայն ենք։ Հիմա մտածում ենք, թե ինչպես դա պետք է արվի, եթե նման փաստաթղթի անհրաժեշտություն կա, դրա մասին կարող ենք խոսել։ Ասում եք երեակի առաջնորդները պետք է ստորագրեն դա։ Դե Պարոն Զուրաբյան, նաև Ռաֆի Հովհաննիսյանը եւ շարքում կա։ Գիտեք, չէ՞ որ պարտադրանքի սկզբունք չի գործում։ Թափես ոչ ոք չի կարող ինչ-որ բան պարտադրել։ Գործում է կոնսենսուսի սկզբունք եւ մեր բոլոր որոշումները ընդունվում են, երբ երեք ուժն էլ ինչ-որ բան համաձայնվում են անել։ Պարոն Զուրաբյան, երբ դուք բանաձև ընթերցում եք, Ռաֆի Հովհաննիսյանը տեղից բարձրաձայնում է, որ մի քանի կետեր կա, որոնք ներառված չեն բանաձևի մեջ, մասնավորապես հոկտեմբերի 27-ի մասին նշված չէ բանաձևում, Վարդան Պետրոսյանի մասին նշված չէ, Վոլոդիա Ավետիսյանի մասին նշված չէ, նա այդ մասին բարձրաձայնում էր տեղից եւ ըստ այդմ, երբ որ դուք կոչ արեցիք, ովքեր են համաձայն բանաձևի հետ ձեռ բարձրացնեն, նա ձեռ չբարձրացրեց, բայց ասեց ընդհանուր առմամբ համաձայն։ Լավ, չէ, երևի մի քիչ բան կա, թյուրընկալում կա այստեղ, որովհետև խոսքը տարեկան հաշվետվության մասին է եւ մարտի 1-ի մասին մենք խոսում ենք, որովհետև մարտին կոնկրետ
կոնկրետ ոչ ոք պատժված չի, ոչ ոք պատասխանատվության կանչված չի, եւ դա շարունակական է եւ անգամ հիմա էլ շարունակվում է այդ գործի անավարտ չբացված լինելու հարցը։ Հոկտեմբերի 27-ի գործում ֆորմալ առումով ամեն ինչ արված է, իհարկե իրական կազմակերպիչների անունները կիմանանք այն ժամանակ, երբ որ իշխանության գան մարդիկ, ովքեր որևէ շահագրգռություն չունեն այդ գործը պարտակելու հարցում։ Այսպես որ այստեղ բան է, այդքան խորանալու իմաստ էլ չկա։ Խոսքը գնում է նրա մասին, որ մենք ամեն տարի 2008 թվականից սկսած պատրաստել ենք այդ հաշվետվությունները ներկայացրել ենք ժողովրդին։ Նաև տեղից դժգոհեց, որ Վոլոդիա Իսկ ինչ վերաբերում է Վոլոդիա Ավետիսյանի, այդտեղ պարզաբանում մտցրեմ։ Ուրեմն մենք ո՞նց ենք գործում։ Գործում ենք համաձայն ԵԽԽՎ-ի համար 1900 բանաձևի, որովհետև մենք գնացել ենք, մենք անդամակից երկիր ենք, մենք էլ քվեարկել ենք այդ բանաձևի օգտին, պետք է դրան էլ հետամուտ լինենք, որ եթե մենք քաղբանտարկյալ ենք ինչ-որ մեկին ճանաչում, ճանաչվի հենց այդ չափանիշներով։ Հիմա Շանթ Հարությունյանի եւ մնացած տղաների գործը իսկապես արդեն ակնհայտ է, ուսումնասիրել ենք, բոլոր անհրաժեշտ հիմքերը կան եւ գլխավոր հիմքը այն է, որ անհամաչափ բարձր մեծ պատժաչափ է սահմանվել։ Բոլորը դա ընդունում են, բոլորը, չկա մեկը, որ ասի նման բան չկա։ Հիմա ինչ վերաբերում է Վոլոդիա Ավետիսյանի գործին, մենք կոնտակտի մեջ ենք իր փաստաբանի հետ, մեզ պետք է թղթեր, որ մենք ուսումնասիրենք ամբողջ գործի ընթացքը եւ համեմատենք 5 չափանիշի հետ։ Մենք իսկապես միջև ԵԽԽՎ-ի սահմանված 5 չափանիշների հետ մենք ամբողջ գործը չհամեմատենք եւ չտեսնենք, որ կա արդեն իսկապես լրջագույն հիմք քաղբանտարկյալ հայտարարելու մասին, որևէ խնդիր չկա։ Ես էլ անձամբ համարում եմ, որ ինքը քաղաքական շարժառիթներով է հետապնդվում, որովհետև ակնհայտ է, որ մեր արդարադատությունը այդպես մի մեծ որակի արդարադատություն չի, որ ասենք նման մեղադրանքների դեպքում բոլոր մեղավորներին կարողանար պատժել եւ արդարացան կանչել։ Դա չի լինում։ Այսինքն գոնե անգամ եթե ընդհանրենք, որ միգուցե ինքը ինչ որ հիմքեր կան եւ այլն, այդտեղ սելեկտիվ բան կա, ինչ են, խտրականություն կա։ Այսինքն նմանատիպ մեղադրանքներով այլ մարդիկ կարող էին արդարացան կանչել, բայց չեն կանչվել։ Եվ նաեւ խորացնում է մեր կասկածների այն հանգամանքը, որ երբ որ պաշտպանության նախարարը խոսում էր ազգային ժողովում եւ իրեն հարց տրվեց, թե Վոլոդիա Ավետիսյանի մասին, ինքը ասաց, որ գիտեք ինչ, մենք իրեն այս բաները առաջարկել էինք, ինքը չարեց։ Այսինքն դրանից կարելի է հետեւություն անել, որ այն ինչ որ գնաց Վոլոդիա Ավետիսյանի ուղղությամբ, դա իրականում քաղաքական շարժառիթներով է արված։ Բայց գործը լրիվ հիմնավոր ուսումնասիրելու համար մենք դիմել ենք փաստաբանին նրա եւ խնդրել ենք, որ այդ գործերը տրվեն։ Երբ որ այդ ամեն ինչը արվի, երբ որ մենք գործը ուսումնասիրենք, որ մենք կարողանանք արդեն լրիվ հիմնավորված խոսել նրա մասին որպես քաղբանտարկյալ եւ նաեւ այդ գործը ներկայացնել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին։ Սրա մասին է խոսքը։ Երբ որ դա լինի, բնականաբար մենք անմիջապես կհայտարարենք նաև նրան քաղբանտարկյալ։